Բարև ձեզ բոլորին, ուրեմն նոր ես ներկա էի գտնվել Հյուսիս հարավ ճանապարհի չկառուցված հատվածի հողատարածքի շուրջ տարիներ տևածող դատական նիստից, այսինքն նիստում, ուրեմն այս տեսանյութով ես հանրությանն եմ ուզում ներկայացնել այն հանգամանքը, որ ըստ իմ պնդման, ըստ իմ կարծիքի, այդ դատական գործը դատավորն Էլի Հարությունյանը քննում է կողմնակալ ձևի։ Հիմա հիմնավորեմ եւ ասեմ, թե խի եմ ես այդպես մտածում։ Առաջին հերթին ամբողջ դատական նիստին հողի նախկին սեփականատիրոջ պաշտպանողական կողմը փաստաբանը ամբողջ դատական նիստին ծամոնն էր ծամում եւ ծամելով դատավորի հետ խոսում էր։ Այսինքն դատավորը այդ ամեն ինչը չտենալու է տվել եւ ոչ մի միջոցներ չի ձեռնարկել, որ դատական նիստը դատարանի նկատմամբ հարգանքով տևի, այսինքն հարգելի վերաբերմունքով, այսինքն ծամոն ծամելով դա միանշանակ հարգանք չի, հարգելիս չի, հարգելի վերաբերմունք չի, էլի, այսինքն ոնց կարելի է, դա ուղղակի չի կարելի։ Եվ Էլի Հարությունյանը այդ հանգամանքին աշկ է փակում։ Մյուս հանգամանքը, որ հողի նախկին սեփականատերը, որ փաստաբան չի եւ խոսելու իրավունք չունի, այսպես ասած դատավորն Էլի Հարությունյանի հետ հավասար տեղից ելույթ էր ունենում։ Եվ նորից դատավորն Էլի Հարությունյանը ոչ մի այնպիսի միջոցներ չկիրառեց, որ այսուհետ առաջին դեպքից հետո հողի նախկին սեփականատերը, որ խոսելու իրավունք չուներ, չխոսեր եւ հողի սեփականատերը ասում էր, այսինքն ըստ էության, որ ղեկավարին էր խոսքը ուղղել դատական նիստի ժամանակ, թե բա ուրա 25 միլիոնը։ Հիմա ես եմ հարց ուղղում, ժողովուրդ ջան, ինչ 25 միլիոն, ինչ 25 միլիոնի մասին, այսինքն ըստ էության դուրս է գալի այդ մարդը, որ խոսելու իրավունք չունի, հարց է ուղղում դատարանին, ուրա 25 միլիոնը։ Ես իմ ենթադրությամբ այդ 25 միլիոնը Էլի Հարությունյանը, դատավորը Նիկոլ Փաշինյանի հետ թալանել են։ Որովհետև ես ուրիշ այլ պատճառ հանգամանքներ չեմ տեսնում, թե խի դատավորը չի ձեռնարկել այնպիսի միջոցներ, որ մարդը, ով որ խոսելու իրավունք չունենա, չխոսար։ Եվ այլ նման, ասենց ասած, վատ հայտարարությունները հնչել հողի նախկին սեփականատիրոջ կողմից պետության հանդեպ։ Եթե ես որևիցե մի բառ սխալ եմ ասում, խաբում եմ, զրպարտում եմ, իշխանությունները կարող են դատարանից այդ ձայնագրությունները վերցնել եւ ինքները համոզվել, որ ես ճիշտ էի ասում։ Այսինքն ժողովուրդ ջան, չի կարող դատական նիստը քննվի անհարգելի մթնոլորտում, իրավիճակում, որը հարգանք է իսպառ բացակայում է դատարանի հանդեպ, եւ այդ դատական գործը դատավորի կողմից քննվի պատշաճ։ Այսինքն ես միանշանակ դա տեսնում եմ շահերի բախում, կողմնակալություն։ Հակառակ դեպքում ոնց եղավ, որ երբ որ ես դատարանում ուզում էի դատական նիստը տեսաձայնագրել, ինձի սենց ասած թույլ չտվեցին օրենքով, այդտեղ ոչ մի բան վատ բան չեմ տեսնում, եթե օրենքը թույլ է տալի, որ թույլ չի տալի, որ ես տեսաձայնագրել, բայց իմ խոսելու ընթացքում այդ իմ տեսաձայնագրության վերաբերյալ դատարանը ինձ թույլ չտվեց։ Բայց հակառակ դեպքում այդ հողամասի նախկին սեփականատերը, այսպես ասած, դատավորի հետ հավասար ելույթ էր ունենում։ Ու տենց ոնց է լինում, որ այսինքն օրենքը հիմա ես ուզում եմ հասկանամ բոլորի համար է գործում, թե չէ, թե պիտի ասենք ինչ-որ Հյուսիս հարավ ճանապարհի այդ հողատարածքի սեփականատեր լինենք ու պետությունից 700 միլիոն դրամ ինչ-որ պահանջենք,
որ ինչ ուզենք անենք ու իշխանության պետության հանդեպ ինչ ձևի արտահայտություններ ուզենք ասենք ու ծամոն ծամելով հա դատական նիստին ներկա գտնվենք ու դատավորը մեզ ոչինչ չասի, այսինքն ոչինչ չասի, բայց հասարակ քաղաքացիների խոսքի իրավունքից զրկում են, սա է ձեր արդարադատությունը։ Այսինքն ոնց կարող է այդ դատավորը քնի այդ դատական գործը, եթե նա չի կարում դատարանի հանդեպ հարգանքը առաջին հերթին վերականգնել։ Այսինքն ժողովուրդ ջան, ակնհայտ է, որ այդ գործը կողմնակալ է քննվում։ Բացի այդ, այն հանգամանքը, որ այդ հյուսիսարավ ճանապարհի չկառուցված հատվածի հողատարածքը արդեն սեփականությունով անցել է պետությանը։ Այսինքն դա պետական գույք է, բայց նախկին հողի սեփականատերը գնի շուրջ համաձայն չի, որ այդ հողի արժեքը կազմում է 46 միլիոն դրամ։ Բայց ըստ էության այդ դատական գործը քննվում է գնի շուրջ, այսինքն հողի սեփականատիրոջ պաշտպանողական կողմը պատրաստ են, այսինքն ասած համերաշխության գալ, հա, որ բողոք չլինի, որ ինչ-որ X համապատասխան գումար իրենց փոխհատուցեն եւ այդպիսով ավարտվի, այսինքն իրանք բողոք չունենան եւ իշխանությունը, պետությունը այդ ճանապարհը շարունակի կառուցել։ Բայց դատավորը արգելք է դրել, որտեղ շինարարական աշխատանքներ կառուցելը ինձ համար անկեղծ ասած անհասկանալի է, թե խի է արգելք դրվել, եթե խոսքը վերաբերվում է, այսինքն ամբողջ դատական գործի էությունը այդ հողատարածքի գնի շուրջ, այսինքն առարկություն չկա, էլի, այսինքն մարդը ասում է ինձ փողը տվեք, ճանապարհը գնացեք, սարքեք։ Հիմա խիա դատավորը այդ ճանապարհի չկառուցմանը արգելք է դրել։ Ախպեր թողեք այդ ճանապարհը սարքի, դատական գործն էլ թող քնի, որոշի պետությունը իշքան իրան այդ հողի սեփականի տիրոջը պետքա փոխհատուցի, այսինքն 10 դրամ թե 20 դրամ։ Այսինքն գնի շուրջ քնվող այդ դատական գործը ըստ էության ինչ նշանակություն ունի արգելք դնելուն։ Այսինքն թող պետությունը այդ ճանապարհը կառուցի, արգելքը հանեք ու տարիներ տևացող հələ չգիտեմ քանի տարի կտևա, թող դատարանը պարզի, թե պետությունը ինչքան պետքա այդ հողատարածքի համար գումար հատուցի։ Այսինքն համ տրամաբանական է, համ պրիմիտիվ է, բայց ըստ էությամբ այս հանգամանքները հաշվի առնելով դատավորի պահելած ձևն էլ միասին հասկանում եմ, որ դատավորը կողմնակալ է եւ այնպիսի հանգամանքներ, իրավիճակներ այդ դատական նիստով, այսինքն իր լծակներ ունելով, իշա հողի սեփականը տիրոջ է դուրս գալի։ Այլ ուրիշ ես բացատրություն այդ ամենին չեմ տեսնում։ Անկեղծ սենց ասեմ, հարգելի քաղաքացիներ, տվյալ հողատարածքի վերաբերյալ մոտ ժամանակներս ես տեսանյութ կհրապարակեմ հստակ անհերքելի փաստերով, փաստաթղթերով, ինչը որ խոսի, որ այդտեղ այդ հողատարածքի վերաբերյալ կա կոռուպցիոն մեծ տար, որ պետությունից փորձում են անհիմնավոր մեծ չափի գումարներ դուրս գրել։ Ինչն էլ իր հերթին այս հանգամանքը հաշվի առնելով դատավորի իր պարտականությունները ոչ պատշաճ կատարելով, մասնավորապես ինչը վերաբերում է դատարանի հանդեպ հարգանքի, ես հասկանում եմ, որ ըստ էությամբ, ոնց հասկանում եմ, սենց ասած ժողովրդական ժարգոնի, դատավորը հողի սեփականը տիրոջ թելն է թելում։ Անկեղծ, ուրիշ բացատրություն չեմ տեսնում։ Ու այսքանով ես կավարտեմ, ժողովուրդ ջան, սա որպես արձանագրում, որ չգիտեմ, կողմնակալ, որ դատավոր Նելի Հարությունյանն այդ դատական գործը կողմնակալ է քնում։ Իշա նախկին հողի սեփականատիրոջ։ Այսքանով ավարտում եմ, որ ժամանակներս կհրապարակեմ հյուսիսարավ ճանապարհի չկառուցված հատվածի հողատարածքի շուրջ կոռուպցիոն տեսանյութը։